Բարի երեկո, ամենայն հավանականությամբ ամենամոտ ապագայում Ադրբեջանում ներքաղաքական լուրջ գործընթացներ կծավալվեն։ Վերջին մի քանի ամիսներին այդ երկրում ընթացող պրոցեսները վկայում է, որ Ալիևի անսասան թվացող իշխանությունն սկսում է լրջագույն ջաքեր տալ։ Այն, որ Ալիևը վաղուց է զգացել իր երկրում հասունացող իշխանափոխությունը, ակնհայտ էր դեռ այն ժամանակ, երբ նա սկսեց ձերբակալել եւ բանտեր ուղարկել բոլոր ընդդիմադիր լրագրողներին ու բլոգերներին, քրեական գործեր հարուցեց քաղաքական այլախոհների նկատմամբ, որոնցից շատերին էլի բանտեր է լցրեց, իսկ մյուս մասն էլ ստիպված էր հեռանալ երկրից։ Ալիևն իհարկե հասկանում էր, որ դրանով նա ամբողջ քաղաքակիրթ աշխարհի վրդովմունքն է միայն հարուցելու, քանի որ ազատ խոսքի սահմանափակումը, մարդկանց քաղաքական հետապնդումներն ու բռնությունները երևույթներ են, որոնք ամենախիստ քննադատության են արժանանում արևմուտքի կողմից։ Այդուհանդերձ Ալիևը գնաց դրան, ինչը նշանակում է, որ կշեռքի նշանին անհամեմատ կարևոր բան կար դրված, քան արևմուտքի բարեհաճությունից զրկվելու հեռանկարն էր, եւ դա կարող էր միայն իշխանությունը կորցնելու վտանգը լինել։ Ինչի պարագայում դժվար չէ կռահել, թե որտեղ կհայտնվեր Իլհամն ու ինչպես կավարտվեր նրա կյանքը, քանի որ Ալիևների կլանի պաշտոնավարման ողջ ընթացքում միայն նավթարդյունաբերության ոլորտից տասնյակ միլիարդավոր դոլարներ են անհետացել, եւ առավել քան բնական է, որ Ալիևին գահընկեց անալուց հետո մարդիկ սկսելու են հարցեր տալ, կապված նրա հարստության, կորած փողերի եւ այլնի հետ։ Բայց բարոյական մարդեր արդյոք հանգուցյալը։ Ոչ։ Նա բարոյական մարդ չէր։ Բայց իր դեմ կազմակերպվող դավադրության վտանգն ըստ ամենայնի այնքան լուրջ է, որ ընդդիմադիրների հետապնդումները փաստացի գլոբալ պրոցեսի միայն սկիզբն էին։ Հաջորդ փուլով Ալիևն սկսեց բռնել բոլոր այն օլիգարխներին, որոնք իր ընկալմամբ վստահելի չեն։ Ընդ որում գործարարների ձերբակալությունները տեղի են ունենում ամենատխմար հիմնավորումներով, իբր նրանք խոշոր վարկեր են վերցրել բանկերից եւ չեն վերադարձնում։ Եվ սա այն դեպքում, երբ բանկերը, որոնցից վերցրել են այդ վարկերը, չեն էլ բողոքում։ Ի վերջո, եթե գործարարը բանկից տոկոսով գումար է վերցրել ու չի վերադարձնում, ապա առաջին բողոքողը պետք է բանկը լինի, բայց բանկերը չգիտես ինչու չեն բողոքում, այդուհանդերձ գործարարներին պաճկաներով բռնում ու բանտերն են լցնում, խոշտանգումների ենթարկելով եւ ինչ-որ ցուցմունքներ կորզելով։ Ըստ շրջանառվող լուրերի Ալիևը փորձում է գտնել բիզնեսի այն շրջանակը, որը պատրաստվում էր ֆինանսավորել իշխանափոխությունն Ադրբեջանում, բայց դա էլ վերջը չէ։ Հիմա էլ իշխանությունը ձեռնամուխ է եղել դավադիրների փնտրտուքին պետական կառավարման համակարգում։ Սկսել են երկրի արտաքին քաղաքական գերատեսչությունից, հեռացնում են այն դիվանագետներին, որոնք Ալիևի կարծիքով լավ չեն ներկայացնում իրենց երկրի շահերն այլ երկրներում ու կազմակերպություններում։ Հիմնականում հարվածի տակ են այտնում եվրոպական կառույցներում աշխատող դիվանագետները։ Ինչու են նրանք։ Այն պարզ պատճառը, որ Ալիևը վտանգ է զգում Եվրոպայից եւ նա դավաճանության մեջ է կասկածում ադրբեջանցի դիվանագետներին, որոնք քիչ թե շատ ջերմ հարաբերություններ ունեն եվրոպական կառույցների ղեկավարների կամ անդամների հետ։ Ընդ որում, Ալիևն ու իր վարչակազմն արդեն չեն էլ թաքցնում, որ փակում են իրենց երկրի դռներն արտաքին աշխարհի համար։ Բաքվում պարբերաբար հայտարարում են, թե աշխարհը չի ուզում զարգացած Ադրբեջան տեսնել, պնդում են, թե Միացյալ Նահանգներն ու Եվրոպան, տեսնելով, որ Ադրբեջանն ինքնաբավ պետություն է դառնում դինամիկ զարգացող, վատ են զգում դրանից եւ ամեն ինչ անում են իրադրությունը խառնելու եւ Ադրբեջանը զարգացման ուղուց շեղելու համար։ Ճիշտ է, ժպտում են իրենց երեսին, բայց իրականում բոլորովին այլ ծրագրեր ունեն։ Ես լավ բարի մարդ եմ, չի երևում։ Բայց ես պոետների ճակատագրվող հետաքրքրվող մարդ եմ, հասկանում ես, ես քո լավն եմ ուզում։ Իմ ինչա։ Քո լավը։ Իմ լավը։ Չէ, սխալ հասկացա։ Իհարկե կողքից կարող է թվալ, թե Ալիևի մոտ պարանոյա է սկսվում։ Միգուցե այդպես է։ Բայց դա նույնպես գործոն է, որն Ադրբեջանում պրոցեսներ է հրահրելու, որոնք Ալիևի պաշտոնանկությանն են հանգեցնելու։ Ի վերջո, ինչ-ինչ, բայց Ադրբեջանում պատկառելի թիվ են կազմում մարդիկ, որոնք այլ պատկերացումներ ունեն ժամանակակից պետության ու հասարակության մասին։ Իսկ Ալիևյան խնդալու բռնապետությունն այդ պատկերացումների մեջ ոչ մի կերպ չի տեղավորվում։ Եվ որքան Ալիևը փորձի ուժեղացնել բռնությունները, հակառակ էֆեկտն է ուժեղանալու։ Եվ ինչ որ պահի պայթյուն է տեղի ունենալու։ Պուտինն իհարկե զգում է դա, բայց իր հիմար քայլերով ավելի արագացնում իր իսկ կործանումը։ Ամեն դեպքում առողջ եղեք։